Այսօր ես ուզում եմ կիսվել մի խոսքով, որը մեր դավանանքի, մեր հավատքի դավանանքի զորությունն է, հիմքն է, որը քրիստոնեությանը ուժ է տալիս։ Ուզում եմ խոսել սիրո մասին։ Ամեն, որովհետև սերը դա այն կատարելության կապն է, որը Աստված մեզ պատվիրել է, որ մենք հագնենք մեզ վրա։ Հագնել նշանակում է մտածենք, ինչպես Աստված է մտածում, գործենք, ինչպես Աստված է գործում, ամեն, սա շատ կարևոր է։ Ու եկեք մի հատ նայենք Հովհաննես Ավետարանի 13-րդ գլխից երկու համար կարդանք, 34 եւ 35 համարները։ 34 ու 35 համարները, այսպես է գրված. Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, նոր պատվիրանք, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Տեսեք, սա պատվիրանք է, պատվիրանք այսինքն ոնց որ հրահանգ, որ սիրեք իրար, այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Հետո Հիսուսը շարունակում է եւ ասում է. սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։ Այս խոսքերը իրականում շատ խորն են, այն ինչ որ մեր Տեր Հիսուսը ասում է։ Սա մեր քրիստոնեության կյանքի հիմնային բաներն են, որ Աստված մեզ պատվիրում է։ Ամեն։ Գիտեք, մարդը հիմնականում կենտրոնացած է նրա վրա, որ իրան սիրեն։ Բայց տեսեք, ինչ է անում մեր Տեր Հիսուսը։ Նա մեզ պատվիրում է, որ մենք իրանման կարողանանք սիրել մեկը մյուսին։ Շատ ուժեղ բաներ են ու առաջինը ուշադրություն դարձրեք, որ սա նոր պատվիրան է նոր կտակարանում, նոր պատվիրան է։ Մենք գիտենք, որ գլխավոր պատվիրանը այն էր, որ մենք սիրենք Աստծուն, մեր արարչին, մեր բոլոր սրտով, մեր բոլոր մտքով, մեր բոլոր էությամբ, զորությամբ, մեր այսպես ասած տնով, ինչ որ մենք ունենք, մենք սիրենք Աստծուն։ Եվ երկրորդ դրա նման պատվիրան է սիրենք մեր մոտիկին, մեր ձավորին, ինչպես սիրում ենք մեր անձերը, ինքներս մեզ։ Սա գրված է, որ գլխավոր ու կարևոր պատվիրանն է։ Ու Հովհաննես Ավետարանի մեջ մեր Տեր Հիսուսը, տեսեք, ինքը տալիս է, որ սա նոր պատվիրան է մեզ համար, որ մենք ինչ անենք, սիրենք իրար սիրենք։ Հետաքրքիր է, չէ, որ Հիսուսը եկավ, իր կյանքը տվեց աշխարհի փրկության համար եւ ինքը աշխարհից ընտրեց իր համար աշակերտներ, իրեններին ընտրեց ու ինքը իրեններին, իր մտերիմներին ինքը պատվիրում է ասում է. սիրեք իրար, չի ասում սիրեք աշխարհը, ասում է սիրեք իրար, ու հետո ասում է ինչպես որ ես ձեզ սիրեցի, դուք էլ սիրեք իրար, որպեսզի մենք կարողանանք սիրել իրար, մեզ պետք է ճանաչել ինչպես է Հիսուսը մեզ սիրել, ինչպես է նա մեզ սիրում, որովհետև շատ անգամ մարդիկ ասում են, ես չեմ կարող սիրել այս բարդ մարդուն, ես չեմ կարող սիրել նրան, չեմ կարող։ Գիտեք, սերը գալիս է Աստծուց։ Ու խոսքը ասում է, որ Աստծո սերը փրվել է մեր սրտերում Սուրբ Հոգով։ Ոչ թե ինչ որ այդ սերը եկել է մեր սրտի մի անկյունի մեջ, այնտեղ թաքնվել, չէ, փրվել է։ Այսինքն նա լցրել է մեր ամբողջ էությունը։ Աստծո սերը, երբ մենք Սուրբ Հոգով լցվեցինք, երբ մենք Հիսուսին մեր կյանքի Տերը ընդունեցինք, Սուրբ Հոգին փրվեց մեր սրտերի մեջ, այսինքն մեր սրտի մեջ բոլոր կողմերը, բոլոր անկյունները Աստծո սիրով լցված են։ Անկյուն չկա, որտեղ չլինի Աստծո սերը։ Ու Աստված, որ մի բան մեզ պատվիրում ու ասում է այսպես արեք, դա այդպես չէ, որ դու քո խելքից անես, քո ուժով անես, քո կարող չէ, ինքը քեզ ինչ որ մի բան տալիս է ու ասում է. իմ սիրով սիրեք մեկը մյուսին, իմ սիրով։ Մենք մեզ լավ ենք, չէ՞ զգում, որ մենք սիրված ենք մեր ընտանիքում, սիրված ենք մեր ընկերական շրջապատում, սիրված ենք, հարգված ենք եկեղեցում, մենք մեզ դա դուր է գալիս, չէ՞։ Գիտեք, որովհետև սիրո մեջ կա ազատություն, սիրո մեջ կա բժշկություն, սիրո մեջ մի բան կա, որ մարդը իրան շատ լավ է զգում, որովհետև ասեմ ձեզ,
Մարդը ծնվել է, ստեղծված է Աստծո կողմից սիրո մեջ լինելու, սիրո մեջ ապրելու, սիրով ապրելու, ամեն։ Ու հիմա պատկերացրեք, աշխարհը ինքը կենտրոնացած է դրա վրա, որ մարդիկ իրան սիրեն։ Մարդիկ ամեն բան անում են, որպեսզի իրանց վրա ուշադրությունը գրավեն։ Բայց Հիսուսը եկավ, փոխեց ամեն ինչը ու ասեց. դուք սիրեք իրար, որպեսզի մենք կարողանանք սիրել մեղավոր մարդկանց, օտարներին։ Հիսուսը սրանով ուզում է ցույց տա ու ասի, որ ես շատ եմ ուզում, որ դուք հասկանաք, որ դուք բոլորդ իմ արյունով գնված մարդիկ եք։ Դուք բոլորդ իմ մարմնի անդամներն եք։ Դուք բոլորդ ընդհանուր շատ բաներ ունեք։ Ու դուք պետք է կենտրոնանաք ընդհանուր բաների վրա, ոչ թե տարբերող բաների վրա։ Այն բաների վրա, որը մեզ տարբերում են։ Երբ մենք ճիշտ ենք մտածում, այն ժամանակ մենք կարողանում ենք իրար սիրել։ Ամեն։ Հետո տեսեք, Հիսուսը նշում է, ասում է, ոնց որ ես ձեզ սիրեցի, այդպես էլ դուք սիրեք։ Հիմա ես միշտ մտածում եմ, Հիսուս, դու ոնց ես սիրում։ Ոնց ես այս տարիների ընթացքում, որ ես փրկված եմ, որ ես ծառայության մեջ եմ, ինձ համար հեղինակությունը, ինչպես էլ ձեր բոլորի համար, Աստծո ասած խոսքն է, որ իր բերանից դուրս է եկել։ Ու ես չեմ ասում, Տեր, բայց ինձ դժվար է սիրել, կամ ոնց ես կարող եմ սիրել այդ մարդուն, որը սիրո արժանի չէ։ Ես այդպիսի հարցեր չեմ տալիս Աստծուն, որովհետև ինձ համար մի բան է կարևոր, որ Աստված ասում է սիրեք, ու ես պետք է սովորեմ սիրել։ Ամեն։ Ով է ասել, որ սիրելը հեշտ է։ Բայց մենք կանչված ենք սիրելու, ու տեսեք, Աստված ինչ բան է անում։ Սա մի յուրահատուկ տեսակի սեր է, որ Աստված լցրել է առաջինը մեր սրտերը, ու երկրորդը, տեսեք ինքը ինչ է ասում այստեղ, որ սիրեք, իրար սիրեք, եւ հաջորդ ասում է, սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, որ եթե իրար վրա սեր ունենաք։ Այսինքն հաջորդը Աստված ուզում է, որ դրսի մարդիկ, այսինքն աշխարհը, իմանա, որ մենք ետևում ենք Հիսուսին։ Այսինքն աշակերտը դա այն անձնավորությունն է, ով որ որոշել է սովորել Հիսուսից, ով որ հավատում է, որ Հիսուսը փրկիչ է եւ Տերն է, եւ աշակերտը այն անձնավորությունը, ով որ Հիսուսից սովորում է։ Ամեն, սովորում է ամեն բան, ու գիտի, որ ամենալավ ուսուցիչը Հիսուսն է։ Ու երբ Հիսուս աշխարհը թողնում էր, նա ասեց. ես գնում եմ, բայց կգա մեկ ուրիշը, ուսուցիչը, մխիթարիչը, ճշմարտության հոգին, որը պիտի ձեզ սովորեցնի ամեն ճշմարտության։ Հիմա Սուրբ Հոգին մեր մեջ է։ Ինչքանով մենք ականջ ենք դնում, ինչ է սովորեցնում Սուրբ Հոգին մեզ։ Ամեն։ Մենք պետք է այստեղից ելնենք, որ մենք բոլորս Աստծո որդիներ ենք, մենք Աստծուց ծնված մարդիկ ենք, վերստին ծնված մարդիկ ենք, ու ամենաառաջի բանը, ինչի մեջ մենք պետք է հասունանանք, առաջանանք, զարգանանք, դա այն է, որ սիրո պտուղ պիտի բերենք մեր կյանքերում։ Ամեն, սիրո պտուղ։ Ինձ չի հետաքրքրում այդ մարդը արժանի է սիրելուն, թե չէ, կարելի է իրան սիրել, թե չէ, ինձ դժվար է, թե չէ։ Ինձ մի բան է հետաքրքրում, Աստված ասել է, ու ես պետք է սովորեմ Հիսուսից, ինչպես սիրեմ, որովհետև Հովհաննեսը իր ավատարանի մեջ ասում է, ով որ չի սիրում, քրիստոնյայի մասին ասում, ով որ չի սիրում, Աստծուն չի ճանաչել։ Աստծուն չի ճանաչել։ Ամեն, մենք շատերս մտածում ենք, ես Աստծուն ճանաչում եմ։ Մեր ճանաչողությունը, իսկական ճանաչողությունը Աստծո երևում է, կարողանում ենք մենք սիրել նրանց, ովքեր Քրիստոսի մեջ են, քրիստոնյա են։ Շատերը մտածում են, որ ոնց ես կարող եմ սիրել այս մարդուն, որ ինքը երկար ժամանակ գալիս է եկեղեցի, բայց ինքը չի փոխվել։ Բայց դա քո գործը չէ, քո գործը սովորել սիրել։ Միգուցե Աստված ինչ որ մեկին, երկուսին, երեքին թողնում է, որպեսզի մենք վարժվենք սիրո մեջ։ Որովհետև ասեմ քեզ, երբ դու այն միջավայրում ես,
որտեղ մարդիկ սիրով լցված են, ամեն ինչ այսպես շատ հեշտ է, լավ է, սիրո այդ անհրաժեշտությունը չկա։ Սիրո անհրաժեշտությունը կա, երբ կան պրոբլեմներ։ Երբ կան պրոբլեմներ հարաբերությունների մեջ, ամեն մակարդակի հարաբերությունների մեջ։ Հարաբերությունները, տեսեք, Հիսուս ասում է, սիրեք իրար։ Դա հարաբերություն է։ Ու հարաբերությունների մեջ մենք պետք է սովորենք իրար սիրել։ Ամեն Հիսուսը չնայեց երկնքին ու ասեց, այս մեղավոր մարդիկ, այս ապստամբ, այս, չգիտեմ, անիրավ մարդիկ, երբ ուշքի կգան, որ հասկանան, որ պետք է ինձ ճանաչեն, Հիսուս այդպես չմտածեց, նա թողեց երկինքը, նա եկավ այս աշխարհ, նա նույնացրեց իրան մեղավոր մարդու հետ, նա իր անձը ունայնացրեց, այսինքն բանում այսպես ինքը շատ չի կենտրոնացել իր վրա, որովհետև Հիսուսին վիրավորել են, լսում եք ինձ, Հիսուսին չեն ընդունել, Հիսուսին մերժել են, Հիսուսի ետևից վատ բաներ խոսել են, Հիսուսը, որ ծնվեց երկրի վրա, պրոբլեմները սկսվեցին Հիսուսի դեմ, հակառակությունը սկսվեց, իր կյանքը երկրի վրա հեշտ չէր, անգամ իրան հեշտ չէր իր աշակերտների հետ, որտև իր աշակերտները մեկը մյուսի հետ լեզու չէր գտնում, այն տարիները, որ ինքը սովորեցրեց ճշմարտությունները, վերջում այնպիսի հարցեր են տալիս, որ Հիսուսը զարմանում էր, ասում էր, այսքան ժամանակ ես ձեզ հետ եմ, դուք չհասկացաք վերջը, կարևոր ճշմարտությունները, դրա համար սիրելիներս, սերը բոլոր հարցերի պատասխանն է, ու Աստծո եկեղեցին, որը Աստծո ընտանիքի անդամն է, պետք է սովորենք սիրել, մենք ոչ թե պետք է սպասենք ինչ-որ մեկը սիրի քեզ, որովհետև սիրել նշանակում է ունենալ պատասխանատվություն, լինել այս աշխարհում Հիսուսի նման, ու երբ մենք խոսում ենք սիրո մասին, մենք չենք խոսում շնչավոր, մենք չենք խոսում ուղղակի էմոցիոնալ սիրո մասին, մենք չենք խոսում, նրանք ովքեր հարաբերություն ունեն Աստծո հետ, հասկանում են, որ այդ տիպի սերը դա ժամանակավոր է, նա չի գործում, նա չի օգնում հաղթահարել դժվար իրավիճակները, չի օգնում, մեզ պետք է սովորել, դրա համար, գիտեք, եթե մեկը մտածում է, ես պրոբլեմ չունեմ, ես բոլորին սիրում եմ, բոլոր աշխարհին սիրում եմ, բայց քո բարեկամին սիրում ես, քո եկեղեցու անդամին սիրում ես, թե մի երկու հոգու հետ ընկերություն ես անում, մնացածների ներկայությունը չես էլ զգում, երբեմն այդպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ամեն մեկը իր տեղը գիտի, գալիս է նստում իր տեղը, հետո իր տեղից վեր կենում եւ գնում, եւ ոչ մեկին կբարևի, ոչ կմոտենա, կհարցնի ոնց ես, ինչպես ես, որովհետև մտածում ենք, բա որ պրոբլեմ լինի, բա որ ինձ ճիշտ չհասկանան, ասեմ ձեզ, սիրել դա նաև ռիսկային բան է, որովհետև Հիսուսը որ եկավ, ինքը միայն սիրեց մեղավորներին, բայց ինչ վերապրեց նա, իրան մերժեցին, իրան անարգեցին, իրան խաչեցին, ու եթե Հիսուսը այդ բանի միջով անցավ, դու գոտին այսպես ամուր գոտեպնդիր, այսինքն պատրաստ եղիր, որ քեզ հետ են այդպես վարվելու այս աշխարհի մեջ։ Եվ եկեղեցում էլ կարող է ինչ-որ բաներ լինեն, որը քեզ այսպես միգուցե զարմացնի ու ասես, բա ես եկեղեցում եմ, ես մտածում եմ, այստեղ բոլորը հրեշտակներ են, բոլորը պիտի, այո, մեր բոլորի համար օրենքը մեկն է, սիրել մեկը մյուսին, մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս ունենք տարբեր հոգևոր հասակ, մենք բոլորս ունենք տարբեր բնավորություն, մենք ունենք բոլորս տարբեր դաստիարակություն, բայց Աստված մեզ բոլորին տարբերներին հավաքել է իր ընտանիքի մեջ, որ այդ տարբերությունը դարձնի նույնություն, նմանություն, որ մենք կենտրոնանանք Հիսուսի վրա ու ասենք Հիսուս, մենք ուզում ենք քեզ նման սիրել։ Գիտեք, եկեղեցու դերը նրանում է, որ վկայի Հիսուսի գոյության մասին։ Ավետարան նշանակում է բարի լուր։ Ու Հիսուսը ասում է, ինչպես մենք կարող ենք ավետարանը քարոզել։ Ու ասում է, սրանով կճանաչեն, որ դուք իմ
աշակերտներն եք, որ դուք իմն եք, որ դուք իմ ուսմունքի մեջ եք, իմ հոգով լցված եք, իմ սիրո մեջ եք, այն ժամանակ կճանաչեն, երբ դուք իրար սիրեք, ամեն, որ դուք իրար սիրեք, ինչու, որովհետև սերը ինքը շատ երևալի բան է, երբ դու ունես սիրո հարաբերություն քո բարեկամի հետ, դա երևում է, դա բացահայտ է, ամեն, մենք չենք կարող ուղղակի մեզ համոզել ու ասել, ես իրան սիրում եմ Քրիստոսի սիրով, ու այնպես ասես, որ ուրիշ հոգի կա այնտեղ, որը ենթադրում է ավելի լավ է աչքերս քեզ չտեսնեին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, սա եկեղեցի է, որը խոսքը լավ գիտի, կարող է շատերին խոսքով վկայի Հիսուսին, բայց այդ խոսքը նրա համար չէ մենակ, որ մենք ասենք, այլ նրա համար է, որ մենք ապրենք այդ խոսքը, ամեն, որ մենք զգուշանանք մեր սրտերին, ու մենք օտարի պես չգանք եկեղեցի նստենք մեր տեղը, վեր կենանք ու գնանք, այլ մենք հարաբերություն ստեղծենք մեկը մյուսի հետ։ Ես շատ անգամ դրա մասին ասում եմ, որ մենք բաց լինենք իրար հետ շփվելու, խոսելու, փառք Աստծուն, ժամանակը կա, մինչև ծառայությունից հետո, ու հետո բոլորի համարները գիտենք, եկեղեցին պետք է ամուր լինի սիրո մեջ։ Հիմա սիրել դա մեր յուրաքանչյուրի պատասխանատվություն է, Աստծո առաջ ու մեկը մյուսի առաջ, ամեն, մենք հիմա կնայենք ինչ է նշանակում սիրել Աստծո նման, ու այս բանը նշեմ, որ սերը եկել է Աստծուց, նախաձեռնությունը Աստծուց է, նա մեզ սիրեց առաջինը, ու Հովհաննեսը իր ավետարանի մեջ, իր ուղերձի մեջ ասում է, Աստված այնպես սիրեց աշխարհը, սիրեց մեղավորներին, սիրեց, որ իր միածին որդուն տվեց, այսինքն եկեք գնահատենք ինչքան մեծ է նրա սերը մեր հանդեպ, ինչու նպատակը որն է իր սիրո, որ ամենը ով որ հավատա, չկորի, այլ հավիտենական կյանք ունենա, ամեն մի մարդ այնքան կարևոր է Աստծո համար, այնքան կարևոր է, ամենա այն չգիտեմ մեր աչքին երևացող միգուցե վատ մարդը, չար մարդը, չգիտեմ չհասկացող մարդը, տարօրինակ մարդը, Աստված սիրում է մարդկանց, ու Աստված ուզում է, որ մենք իր սիրուց կարողանանք այդ մարդկանց ծառայել, օգնել իրանց, ամեն, հիմա, եթե Աստված նախաձեռնություն է վերցրել սիրել մեղավորներին, Աստված ուզում է, որ մենք էլ նախաձեռնող լինենք սիրո մեջ, որտև ճշմարիտ սերը նախաձեռնող է։ Օրինակ երիտասարդները, երբ սիրահարվում են օրիորդների վրա, իրանք ինչ են անում, իրանք են առաջինը, ճիշտը դա է, որ իրանք են առաջինը մոտենում ու սիրո խոստովանություն անում, այո, նախաձեռնությունը սիրողից է, ու ինչքան լավ է, որ դիմացինը ում հանդեպ այդ խոստովանությունը սիրո արվում է, պատասխանի իրա, մեր Տեր Հիսուս այդ սիրո խոստովանությունը արել է, ու իր հոգին դրել է մեր մեջ, որը հավիտենական այդ խոստովանությունը միշտ անում է, ասում է, սիրում եմ քեզ որդիս, սիրում եմ քեզ, ու Աստծո կամքը չէ, որ մենք լինենք ձևական քրիստոնյա, այլ այն քրիստոնյա, ովքեր ճանաչում են հոր սերը, ճանաչում են, որտև երբ դու սերը ճանաչում ես, դու դիչ չես կարող լինել, դու գոլ չես կարող լինել, քո սիրտդ վարվում է, որտև եթե կա սերը, այդ սերը արտահայտություն է պահանջում, որ դու ցուցաբերես այդ սերը մարդկանց հանդեպ, թե խոսքով, թե գործով, թե վերաբերմունքով, ամեն, հիմա, եկեք բացենք Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխը, Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխը բացենք և կարդանք, մենք ծանոթ ենք սրա հետ, ես մտածում եմ այնքան լավ է, որ հաճախակի դրա մասին ուղղակի մենք կարդանք, Առաջի համարից ես կարդում եմ, սիրելիներս, եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես եղած ձայն հանող պղինձ կամ հնչեցող ծնծղա։ Տեսեք, սա գերբնական պարգևներ են։ Աստված ասում է, եթե ես ես ունենամ, բայց սիրով չվարվեմ մարդկանց հետ,
ես այսպիսի ձայն հանող բղինձ կամ հնչեցնող ծնծղա եմ։ Եվ եթե մարգարություն ունենամ եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտությունը, եւ եթե ամեն հավատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ, ոչինչ չեմ։ Գիտեք, սա շատ ուժեղ պարգևներ են, մարգարության, գիտության, խորը հայտնություններ իմանալ Աստվածաշնչից եւ գիտություն ունենալ, հավատք ունենալ, այնպիսի հավատք, որ հրաշքներ են տեղի ունենում։ Պարզում է, որ կարելի է այդպիսի բան ունենալ, բայց առանց սիրո, ու Աստված մեզ զգուշացնում է, ասում է դա ոչինչ է։ Հաջորդը ասում է, եթե իմ ամեն ապրանքները աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ, որ այրևի, բայց սեր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ Տեսեք, բարեգործություն, ինքնազոհություն, այնքան բաներ, շատ եմ լսում, դուք էլ կարող եք լսել, որ ես այսքան բան արեցի, ես իմ բարեկամի համար, այսքան բան արեցի, այսքան չգիտեմ նեղությունից հանեցի, այս բան արեցի, այն բան արեցի։ Երբեմն մեր վերաբերմունքը նման է հաշվապահի վերաբերմունքին, որը ունի կնիգը ուչոտը, ոնց է հայերեն դա։ Հաշվառման գիրք, այո, որտեղ գրում է, այս մարդը, այսքան ես իրան տվեցի, բայց ինքը ինձ այսքան վերադարձրեց։ Այս մարդը, ես իրան այս գործը արեցի բարությունը, բայց ինքը բանտեղ չդրեց։ Երբեմն մարդկանց վերաբերմունքը, ճիշտն ասած, այդպես է։ Ես այսքան բան արեցի, ու մենք սպասում ենք դա։ Գիտեք, սիրելիներս, Հիսուսը, որ սիրեց, գրված է, ինքը իրեններին սիրեց մինչև վերջ։ Մինչև վերջ։ Երբ դու սպասում ես, որ ինչ որ դու անում ես, որ այդ մարդը անպայման անի, այդ չափով կամ չգիտեմ դրանից ավելի, դա ոչ արդարացված բան է։ Մենք շատ անգամ խոցվում ենք, գիտեք ինչից, որ մենք ասում ենք, ախր ես այս մարդու համար այսքան բան արել եմ, ինչու է ինքը ինձ հետ այսպես վարվում։ Դա մեր ամեն տեսակի հարաբերությունների մեջ է։ Ամեն, ես էլ եմ դրա միջով անցնում, դու էլ ես անցնում։ Մեր բարեկամների մեջ, մեր հարազատ ամեն տեսակի, ինչու ես ինչ վատ բան եմ արել, ոնց որ ինչ անում եմ, լավ եմ անում։ Ինչից է դժգոհ այդ մարդը, որի մասին վատ բաներ է խոսում, կամ իմ մասին չգիտեմ վատ բաներ է մտածում, կամ չգիտեմ։ Ամենաերևի դժվար ոլորտը դա մեր բարեկամական ոլորտն է, որտեղ մեր շատ բաները բացահայտվում են, նաև Աստծո ընտանիքը, որովհետև այստեղ դու գալիս ես, ու Աստված քննում է քո սիրտը, ու ասեմ ձեզ, ամենակարևոր բանը Աստված ուզում է, որ մենք սովորենք սիրել, ես համոզված եմ դրանում։ Հիսուսը այստեղ չասեց, որ Հովհաննեսի 13-ում, որ երբ դու շատ լավ քարոզես, երբ դու հրաշքներ անես, այն ժամանակ կիմանան, որ դու իմ աշակերտներն ես։ Բայց երբ դու սիրում ես Հիսուսի նման, դա մի ուրիշ բան է, դա ծածուկ է, դու սովորում ես Հիսուսից, անհնարին է սիրել առանց խոնարհությանը, անհնարին է սիրել առանց քո անձը խաչելությանը, դիմացինին, եկեք հասկանանք սա, ամեն, հիմա հաջորդը ինչ է ասում, արդեն Պողոս առաքյալը ներկայացնում է Աստծո սիրո տեսակը, ու ասում է այսպես, սերը երկայնամիտ է, երկայնամիտ, երբ մեկը մտածում է, ասում է, ես այսքան լավ ձևով վերաբերվում եմ, մինչև երբ այդ մարդը այսպես իրան կպահի, ինչու ինքը չի փոխվում, գիտեք, այդ պահերին ես ինձ համար մի բան եմ տեսնում, եթե ես այդպես եմ մտածում, ուրեմն իմ սերը պակաս է, ես չեմ դիմանում դժվար իրավիճակներին, որտև ես ուզում եմ ամեն ինչ արագ, ուժեղ լինի, սիրելիներս, լսում եք ինձ, ասում է, սեր Աստծո սերը երկայնամիտ է, քանի անգամ մենք մեղանչել ենք, սայթակել ենք, բայց մենակ դրա համար, որ վստահ ենք եղել, որ Աստված մեզ սիրել է, սիրում է ու միշտ կսիրի, որտև իր սերը հավիտենական է, այդ սերը մեզ նորից բարձրացրել է, ամեն, Աստված ուզում է, որ իր սիրո տեսակը մեր վերաբերմունքի մեջ, մեր մեկը մյուսի հանդեպ, ինքը այդպես արտահայտվի, ամեն,
Երկայնամիտ է, քաղցր է, ռուսերեն ասում է բարի է, ողորմած է, Աստծո սերը, ինչ է դա նշանակում, բարի է, ողորմած է, այսինքն եթե ինչ-որ բան այնպես չէ քո հանդեպ, դու ուղղակի բաց ես թողնում դա, այդ հաշվառման գրքուկի մեջ գրառումներ չես անում, որտև երբեմն մարդկանց հետ որ խոսում ես, 1000 տարվա բաներն են հիշում, ասում են, բա այսենց, հաշվառման գրքույկները այսօր մենք կվառենք, ամեն, ու թույլ տանք, որ Աստված բաներ անի մեր կյանքերի մեջ, սիրելիներս, քաղցր է, Աստծո սերը, բարի է, ողորմած է, հաջորդ ասում է, սերը չի նախանձում, այո, չի նախանձում, նախանձը ցավոք, ուժեղ արտահայտիչ բան է մեր հայ ազգի մեջ, կներեք, որ ես դա ասում եմ, բայց որ մեկը մյուսին շատ ուժեղ ձևով նախանձում է, ինքը ունի, ես էլ պիտի ունենամ, ինչա ես նրանից ինչ որ բանով պակասեմ, մենք չենք ուրախանում, ես մի անգամ ինչ որ բան էր պետք իմ կենցաղի մեջ, գնացի հարևանիս մոտ, ասեցի դու ունես ես բան, ինձ անհրաժեշտ էր, ասեց չէ չունեմ, ասեցի այ ափսոս, շատ եմ ուզում, որ դու միշտ ամեն բան ունենաս, որ ինձ պետք կլինի, ես գամ, դու ինձ տաս, ու գիտեք, ուրախանում ես, որ քո կողքի մարդիկ ունեն, որովհետև իրանք ունեն, դու էլ ունես, դու ուրախանում ես դրանով, դու չես ասում ինքը ունի, բա ես չունեմ, ու նախանձը այն որդն է, որը փչացնում է, որը ուտում է, որը կրծում է, ամեն նախանձը գալիս է համեմատությունից, մրցակցությունից, եկեք զգայուն լինենք ու այդ որդերին տեղ չտանք մեր կյանքերում, խոսքը ասում է տեղ չտանք սատանային, տեղ չտանք իրանց, նախանձը այն բանը, որը մենք կարող է չնկատենք, բայց նախանձը լինի մեր մեջ, մեր մտածելակերպի մեջ, մեր ներսի, կարող արտաքնորեն դու այդ բաները չես ասում, բայց քո ներսը քեզ ուտում է, տակնովրա է անում, ինչու ինքը ունենա, ես չէ, ինչու ինքը պիտի գնա այն երկիրը, ես չէ, ինչու ինքը, չգիտեմ, այս մեքենան ունի, ես դեռ այս մեքենան եմ վարում, դրան ման տարբեր բաներ, ինչու ինքը տուն ունի, քանի սենյականոց, ես դեռ վարձով եմ մնում, օրինակներ եմ բերում, բայց դա դրանք հազարավոր են, եկեք մենք մեր սիրտը պահենք, սիրող մարդը չի նախանձում, սիրող մարդը ուրախանում է, որ դիմացինը ինչ-որ մի բան ձեռքը բերեց, ամեն, հաջորդը ինչ է ասում է, չի գոռոզանում սերը, չի գոռոզանում, դա մարդու էությունն է, գոռոզանալ, ես այս բանին հասա, ես այս բանին հասա, ես այս բանը կարող եմ, ես այն բանը կարող եմ, մենք ինչ-որ հաջողություններին հասնում ենք, մենք ուզում ենք դրա մասին խոսել, մենք ուզում ենք դա ցույց տալ եւ այլն, բայց երբեմն Աստված ասում է լուռ մնա, ստվերի մեջ մնա, մի խոսի դրա մասին, թույլ տուր ես կխոսեմ, երբ ես ուզենամ, ես ցույց կտամ դա, սիրելի Աստծո ժողովուրդ, սերը չի գոռոզանում, սերը երբեք չի ասում, որ ես ամեն բան գիտեմ, չգիտեմ, երբեմն, երբ դու խոսում ես մարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ շատ զարգացած են, ասում են, ես այս բաները քեզանից լավ գիտեմ, հա, լավ գիտես, բայց պտուղը որն է, թե աշխարհիկների, թե քրիստոնյաների հետ, պտուղը որն է, անգամ եթե մենք շատ բան գիտենք, ինչ կարիք է դրա մասին անդադ խոսել, ես այս բանը գիտեմ, գիտես, ցույց տուր, արա, գործիր, սիրի, եկեղեցին այն վայրը չէ, որ մենք գալիս ենք մեր նշած տեղը նստում, լսում ու գնում, ու մնում նույնը, եկեղեցին այն վայրն է, որտեղ Հիսուսի աշակերտներից է բաղկացած, որ գալիս են, լսում են, հետո սկսում են մտածել, խորել ու այստեղ Սուրբ Հոգին շատ ուժեղ ձևով գործում է, ես գիտեմ դա, 1000 անգամ, ամեն ծառայությանը, ես չեմ եկել այստեղ, ասեմ ես ամեն ինչը գիտեմ, ինչ պիտի ինձ սովորեցնեն, չէ, ես գիտեմ Տեր, դու ես եկեղեցու Տերը, դու գիտես ամեն բան,
Մի անգամ քույրիկներից մեկը Երևանում ասեց, երբ ծառայությանը դու էր անցկացնում, դու ինչ որ անկը բաների մասին պատմում էր, ասեց, բայց դրա միջոցով Աստված խոսեց ինձ հետ։ Ասեց, Տեր իմ Աստված, իրականում մարդը, որ քեզանից սպասում է, դու կարող ես մի պատմություն պատմես։ Ու Աստված վերցնի ու գործածի, խոսի մարդու սրտի հետ։ Ամեն աստվածային տեսակի սերը չի գոռոզանում, ամեն, չի գոռոզանում։ Հիսուսը, որ երկրի վրա ապրում էր, բոլորից շատ ինքը գիտեր, շատ իմաստուն էր, բայց ինքը երբեք չի ասել, դու փարիսեցի լռի, ես քեզանից լավ գիտեմ, ես քեզ կարող եմ ավելի լավ սովորեցնել։ Շատ հեհեզ էր Հիսուսը, չէր գոռոզանում։ Հետո չի հպարտանում, մտածում եմ, այդ հպարտանալը եւ գոռոզանալը դա ոնց որ հոմանիշներ լինեն, բայց այդ գոռոզանալը ռուսերենում պրիվզնասից, այսինքն որ մարդը այսպես ինքը իրան բարձրացնում է, մեծամիտ է։ Սիրող մարդը ինքը իրան մասին տենց բարձր չի մտածում։ Ու միտեղ էլ գրված ասում է, դու քո մասին մտածի չափավոր, չափից շատ մի մտածի։ Ամեն ու միտեղ էլ ասում է, բանը ավետարանի մեջ ասում է, երբ դու ինչ որտեղ գնում ես, առաջի տեղը մի վազի նստի։ Ավելի լավ է, որ քեզ հետևից կանչեն ասեն դու ստե նստի, քան այստեղից քեզ ասեն կներ այստեղ զբաղված է ուրիշ մարդկանց համար։ Ամեն մարդը միշտ մտածում է, ես արժանի եմ սրան, ես արժանի եմ նրան, ես բոլորը պիտի ինձ ապահարեն, բոլորը պիտի ինձ գնահատեն։ Գիտեք, պահ է լինում կյանքում, որ Աստված կարծես մարդկանց աչքերը փակում է, ու իրանք ոչ մի բան չեն տեսնում։ Անգամ կարող է մոռանան ինչ ես դու արել իրանց կյանքերում։ Ես այդ բանը վերապրել եմ ու ասել եմ, Տեր իմ Աստված, այս մարդկան, այս մարդուն փոքր տարիքից բարձրացրել եմ։ Ինչու այսպիսի վերաբերմունք, ու Աստված ասեց, ես եմ թույլ տվել, որ քո սիրտը փոխվի, որ դու շարունակես սիրել այն ժամանակ, երբ քեզ մերժում են։ Աստված սովորեցրեց ու սովորեցնում է։ Սերը այնպես չէ, դու ինձ, ես քեզ։ Աստծո սերը յուրահատուկ է։ Ու տեսեք ինչ է այստեղ ասում, 5-րդ համար, ասում է չի լրփանում, կռիվներ չի անում, չի վիրավորվում, Աստվածային սերը, իրենը չի որոնում, չի ասում մենակ ինձ տվեք, չի գրգռվում, ռուսերենում раздражается, գրգռվել, նյարդայնանալ, այո, ճիշտ է, բաներ կան, որ կարող է քեզ գրգռում է, նյարդացնում է, ես ու չեմ կարող գնալ այն մարդուն ասել, դու տենց մի արա, դա ինձ գրգռում է, չէ, ես ասում եմ, Տեր, օգնիր, որ ես սիրեմ այդ մարդուն, հենց այդ հատկանիշով, օգնիր ինձ։ Ես չպիտի գնամ մարդուն ասեմ, սենց արա, նենց արա, որ ինձ լավ լինի։ Մի քարոզիչ գիտեք ինչ ասել, ասել է, բանը կիրքը եւ սերը ինչով են իրար տարբերվում։ Կիրքը դա այն է, որ մարդը ուրիշի հաշվին ամեն բան անում է, որ իրան լավ լինի։ Սերը, որ իրա հաշվին ամեն բան անում է, դիմացինին լավ լինի։ Ասելը հեշտ է, անելը հեշտ չի։ Ամեն, տեսեք ասում է, ու հետո հաջորդը ինչ է ասում, այստեղ ասում է չարը չի մտածում, մի անգամ Սուրբ Հոգին եկավ, ու երբ սատանան չար բաներ էր բերում, ինչ որ մեկի հանդեպ չեմ էլ հիշում, այդ պաղն եմ լավ հիշում, որ սենց սխալ մտքեր էր, ու ասեց չար բան չմտածես, դու սիրում ես այդ մարդուն, ասեցի հա Տեր, ես գիտեմ, որ ես այդ մարդուն սիրում եմ, ասեց թույլ մի տուր չար մտքեր, ու Սուրբ Հոգին ինձ սովորեցրեց, որ չար միտքը ինձանից չէ, քեզանից չէ, դու վերստին ծնված մարդ ես, դու նոր արարած ես, դու չարության էությունից ազատված ես, բայց սատանան անդադ այդ չար մտքերը բերում է, բայց Աստված ասում է տեղ մի տուր, երբ դու սիրո մեջ զարգանում ես, վարժվում ես, աճում ես, դու արդեն հմտություն ես ձեռք բերում, չար միտքը եկավ ինչ որ մեկի հանդեպ, սատանան չարի հեղինակն է, սատանան ուզում է բերել բաժանություն,
բերել վնասել հարաբերությունները։ Սատանան է դա անում։ Բայց այն քրիստոնյան, որ միամիտ է, այն քրիստոնյան, որը խոսքի մեջ չի, ու հոգով չի զանազանում, նա կուլ է գնում սատանային, ու պատճառը բաժանություններ, հարաբերությունների խախտումներ, վնասներ, ինչու, որովհետև երկուսից ոչ մեկը չգտնվեց հոգևոր, որ կարողանա սատանային ասի, հեռու գնա, ես թույլ չեմ տա, որ դու սխալ միտք բերես իմ քրոջ, իմ եղբոր, իմ ամուսնու, իմ կնոջ, իմ հոր, իմ մոր կամ ինչ որ մեկի հանդեպ, ես թույլ չեմ տա, սատանա, դու վերցրու քո չար մտքերը ու գնա, ամեն, չար մտքերը մարդու դեմքը փոխում են, դուք նկատել եք, երբ դու ճիշտ ես մտածում դիմացինի մասին, ու դու բան չունես մարդու դեմ, քո սիրտը կարծես խաղաղ է, փայլում է, բան չկա, բայց երբ ինչ-որ չար բան կա, քո սենց կարծես մի հատ այսպես խավար է գալիս, բայց մենք պետք է վարժվենք, դրան տեղ չտանք, ինչու, որովհետև մեր հարաբերությունները ավելի թանկ են, դու գնվել ես Քրիստոսի արյունով, դու, քո դիմացինը գնվել է Քրիստոսի արյունով, գիտակցիր դա, դու դիմացինից ավելի լավը չես, որ դու փրկվել ես, երբեք քեզ մի գերազանցիր մեկ ուրիշի վրա, սերը մեր սիրտը պահում է հավասարակշռության մեջ, սերը օգնում է, որ մեր սիրտը ինքը սահմանների մեջ լինի, եթե սահմանից դուրս են գալիս, վնասվում ենք մենք, ամեն, ու ես բան ասում, սերը չարը բան չի մտածում, քանի անգամ, ես մի բան հաստատ գիտեմ, որ բոլորի մտքով էլ այդ բաները անցել է դատապարտությունը, անցել է քննադատությունը, անցել է ատելությունը, անցել է անարգանքը, սատանան դրա վարպետն է, անցել է, չգիտեմ, դրա նման շատ բաներ, բոլոր պրոբլեմները, ընտանիքներում, եկեղեցիներում դրանից է, որ ինչ որ մեկը չկարողացավ չար մտքին ասել ոչ, գնա, ես թույլ չեմ տա իմ եղբոր իմ քրոջի դեմ, ինչ որ այսպիսի օտարություն լինի, օտարացում լինի, ես թույլ չեմ տա, որովհետև դու գիտես, ինչ թանկ գնով է դիմացինը գնվել, մեզանից ամեն մեկը մենք ուրիշ ենք, մենք իրար նման չենք, մենք ռոբոտներ չենք, ամեն մենք տարբեր ենք, ամեն մեկս, եկեք տեսնենք իրար տարբերող այդ գեղեցիկ կողմերը ու սիրենք դա, ու շատ երկայնամիտ, համբերատար, քաղցր լինենք, այն հատկանիշների հանդեպ մարդկանց կյանքերում, որը ենթակա են փոփոխությանը, համբերենք, սպասենք, աղոթենք, համաձայն եք ինձ հետ, Աստծո խոսքը այդպես ասում, հաջորդը 6-րդ համար ասում է, անիրավության վրա չի ուրախանում, երբեք, հիշում եք մի հատ համարել կա Արակացի մեջ գրված, որ ասում է, մի ուրախացիր, երբ քո թշնամին ընկնում է, որովհետև Աստծուն դա դուր չի գա, ու ինքը այն պատիժը, որը բերել է չար մարդու վրա, այդ պատիժը հետ կվերցնի, ամեն, մի ուրախանանք, որ վապ ընդհանրապես, անգամ եթե մի հանցագործը բռնվել է, ինչ որ վատ բաներ է եղել, եկեք չուրախանանք անիրավության վրա, ամեն, որովհետև եթե մեկ ուրախանում է, դա սիրո պակասությունն է, բայց ուրախանում է ճշմարտության հետ, ճշմարտությունը պիտի ճանաչենք, որ ուրախանանք, ամեն, ուրախանանք, 7-րդ համար ասում է, ամեն բանին դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, սա աստվածային տեսակի սերն է, կարող է քո աչքին թվում է, որ վերջ այդ մարդը կյանքում չի փոխվի, այս իրավիճակը չի փոխվի, բայց պարզվում է, որ երբ դու Աստծո սիրով լցված ես, Սուրբ Հոգին ասում է, չէ, շարունակիր հուսալ, շարունակիր հավատալ, շարունակիր, վերջակետը ես եմ դնում, իմ փոխարեն վերջակետը հարաբերությունների մեջ, ինչ որ բաների մեջ մի դիր, ես եմ դնում, ամեն,
Սերը միշտ մեզ կօգնի, որ մենք շահենք դիմացինին, շահենք։ Ու շատ անգամ մենք սիրո մասին չենք խոսում, մենք ուղղակի սիրո գործեր ենք անում, մենք սիրո վերաբերմունք ենք ցուցաբերում մարդկանց հանդեպ։ Այդպես է թե չէ։ Ինչպիսին է քո սիրո գործը։ Ինչպիսին է քո սիրո վերաբերմունքը։ Եթե դու ասում ես, որ դու սիրում ես Աստծուն, ուրեմն խոսքը ասում է, եկեք սիրենք ոչ թե լեզվով, ոչ թե խոսքով, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Ամեն։ Աստված ուզում է, որ իր եկեղեցին բոլոր անդամներով հարգի իր խոսքը, հարգի իր պատվիրանը, ընդունի ինչպես հեղինակություն իր համար։ Տեր, դու ասել ես, այո, ինձ դժվար է, բայց ես օգնիր, որ ես սիրեմ, Տեր, օգնիր, օգնիր ինձ։ Երբ մենք ոչ թե ասում ենք, ոնց ես այդ մարդուն սիրեմ, չեմ կարող, մի կենտրոնացիր չեմ կարողի վրա, այլ ասա, Աստծո հետ ամեն բան հնարավոր է, Տեր, եթե այդ մարդը իմ բարեկամն է, եթե այդ մարդը իմ ընկերն է, եթե այդ մարդը իմ հարևանն է, օգնիր, որ ես սիրով այդ մարդուն կարողանամ շահել, սովորեցրու ինձ։ Ու ասեմ ձեզ, դա ծածուկ ընթացք է, որ դու ծնկի վրա աղոթում ես, ծոմ ես վերցնում, աղաղակում ես, ասում ես, Տեր, դա իմ ուժերից վեր է, ես էլ չեմ դիմանում, ավելի լավ է թողնեմ, փախնեմ ստեղից, ավելի լավ է չգիտեմ ինչ անեմ, բաժանվեմ գնամ։ Ամենահեշտը դա է։ Պատկերացրեցիք, բաժանվեցիր գնացիր, թողեցիր գնացիր, մի բան փոխվեց քո մեջ, ոչ, նույն տիկն է մնում։ Տիկը պիտի նոր է լինի։ Ավելի լավ է դու լինես հենց այն տեղում, որտեղ թեժ է իրավիճակը, որտեղ իրավիճակը ցույց է տալիս քո ներսում ինչ կա, որ դու շուտ դրանից ազատվես։ Հաջորդը ասում է սերը երբեք չի վերջանալ։ Երբեք չի, Աստծո սերը չի վերջանում։ Ինձ գիտեք ինչ է օգնում։ Սիրել դժվար մարդկանց։ Ես ասում եմ Տեր իմ Աստված, ես այդ մարդուն չեմ կարող սիրել։ Չի ստացվում, ինձ դժվար է սիրել։ Դու ոնց ես նայում այդ մարդուն։ Ու ես լսում եմ ինչ է Սուրբ Հոգին ասում, ասես գիտես, այդ մարդուն իր մոր որովայնից ես ընտրել եմ։ Այո, ինքը իր ընթացքում ինչ-որ վիրավորանքներ, ընտանիքում, շրջապատում տարել է, ինչ-որ վնասվածքներ ունի։ Բայց ես չեմ թողել իմ ծրագիրը իր հանդեպ, աղոթի իր համար։ Ու Աստված այնպիսի բաներ այդ մարդու մասին ասում, այնպիսի, որ ես սկսում եմ այդ մարդու վրա նայել, ինչպես Աստված է նայում։ Եթե մեկը քո ականջին գալիս է ու ինչ-որ մեկի մասին վատ բաներ է խոսում, դա թույն է։ Մեկ էլ հոպ դու սկսում ես այն մարդու մասին մտածել նրա չար մտքերով ու ինչ որ օտարացում է գալիս քո այդ մարդու միջև։ Բայց երբ դու դրան դիմադրում ես ու ասում ես Տեր, այդ մարդը ինչ նշանակություն ունի քո համար, ինչպիսին է քո վերաբերմունքը այդ մարդու հանդեպ, ասա, ու որ Աստված ասում է, այնպիսի մի այն սիրո աղբյուրը որ կա քո մեջ, մեկ էլ հոպ այնտեղից այսպես այդ սերը լցնում է քեզ։ Ու դու սկսում ես այդ մարդու համար աղոթել ճիշտ դրդապատճառներից։ Ոչ թե ասել Տեր իմ Աստված փոխիր իրան։ Մենք շատ անգամ ասում ենք փոխիր իրան, չենք ասում փոխիր ինձ։ Փոխիր իրան, որ ինձ լավ լինի։ Փոխիր իրան, որ ես հանգիստ քնեմ։ Փոխիր իրան, որ ես չտանջվեմ։ Բայց Տեր, փոխիր ինձ, սովորեցրու ինձ սիրել, որտեվ սերը դա կատարելության կապն է։ Ամեն սիրելիներս։ Ասում է սերը երբեք չի վերջանալ, եթե մարգարություններ կան, կխափանվեն, եթե լեզուներ կլռեն, եթե գիտություն կխափանվի, որովհետև փոքր իշատե գիտենք եւ փոքր իշատե մարգարեանում ենք, բայց երբ որ կատարյալը գա, այս փոքր իշատե կխափանվի, երբ որ երեխայի պես է խոսում, երեխայի պես է մտածում, երեխայի պես է համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Երեխայությունը դա ոչ հասուն վիճակն է, սիրելիներս։ Երբեմն մենք տարիներ անց երեխայական բաներ ենք խոսում, բա ինչու ինքը ինձ էսենց վարվեց, բա ինչու ինքը չգնահատում, բա ինչու սենց, բա ինչու նենց, այդ հաշվառման գրքույկը նորից բացում ենք, սկսում ենք նայել համար 1, համար 2, որ թվականին, որ օրը, ինչ ես արել, ինչ ես տվել, ինչ ես զոհաբերել։
Մի անգամ մեկը մի եկեղեցում եկել է հովին ասել է. ես եկեղեցուց գնում եմ, իմ բոլոր զոհաբերությունները տասանորդներ ինձ հետ տվեք։ Ու հովիվը ասեց, որովհետև այն ժամանակ եկեղեցում գրում էին անունը, ով ինչքան զոհաբերեց եւ այլն։ Ինքը հաշվապահին ասեց, բոլորը հաշվարկիր ու սիրուն մենք իրան կվերադարձնենք, թող իր ուզածով լինի։ Գիտեք, ինչու են մարդիկ թողնում եկեղեցին հեռանում, որովհետև տեղ են տալիս չար մտքերին, տեղ են տալիս վիրավորանքներին, տեղ են տալիս անհնազանդությանը։ Գիտեք, Հիսուսը, որ եկավ այս աշխարհ, նա չվիրավորվեց, ասեց. հայր, ես եկել եմ ստեղ այս մարդկանց փոխելու, իրանց համար կյանքը, ես ինչ մարդիկ են, չէ, փոշմանում եմ, գնում եմ նորից երկինք։ Չէ, ինքը այդպես չարեց, գրված է սիրեց մինչև վերջ։ Հուդային, որ գիտեր սկզբից, ով է իրան դավաճանելու, 3 տարի գիտեր ով է դավաճանելու, բայց այդ դավաճանի ձեռը գիտեր գողեր, բայց տվեց քսակը, իրան հաշվապահ դարձրեց։ Նրանով ցույց տալու ես գիտեմ դու ով ես, բայց ես վստահում եմ, որ դու թողնես քո գողությունը, չթողեց։ Մինչև վերջ խոնարհվեց իր ոտքերը լված, գիտեր, որ ինքը իրան դավաճանելու է, բայց ամեն մի հնարավորություն տվեց, որպեսզի նա փոխվի։ Ու ես հավատում եմ, որ Հիսուսը մինչև վերջ սիրեց, իր սերը ցույց տվեց, որ այն վերջի դատին սատանան չգա, բանը Հուդան չգա ու ասի, դե դու գիտեր, որ ես գող եմ, դու ոչ մի բանում ինձ չօգնեցիր, որ ես փոխվեմ։ Հասկանում եք, չէ՞։ Հիսուսը բոլորը օգտագործեց։ Դրա համար Հիսուսը եկեք երեխայությունը թողնենք։ Եթե դու հասուն ես, գրված է, երբ ես դառա տղամարդ, այսինքն երբ ես հասունացա, երբ տղան հասունանում է, ասում է ամուսնանալ եմ ուզում։ Հո փոքր տղան չի ուզում ամուսնանալ։ Ո հասուն է, որ արդեն կարող է պահել ընտանիքը։ Եթե դու այն մարդն ես, որ հասունացել ես Քրիստոսի հարաբերության մեջ, թող մանկականը, մանկական բաները թող։ Հիսուսի վրա կենտրոնացիր։ Ումից մենք կարող ենք սովորել սիրել Հիսուսից, մեկը մյուսից։ Ես երբեք չեմ մոռանա ոչ մեկի վերաբերմունքը, երբ ես ինչ որտեղ կարող է ճիշտ չի, կարող է խիստ է, կարող է մի քիչ բարկացած է, բայց ինչքան սիրով մարդիկ ծածկել են դա, չեն մցրել իմ աչքը, որ ասեն դու սենց վատն ես, չէ, ես վերապրել եմ այդ սերը եկեղեցու անդամների կողմից, ու ես ամեն մեկի համար շնորհակալ եմ, որ դուք թույլ եք տվել, որ այդ սերը գա ու լցնի ձեր սրտերը, ամեն, եկեք մենք շարունակենք քայլել, աճել սիրո մեջ, մեկը մյուսի հանդեպ, ու ես գիտեմ, հաստատ գիտեմ, որ ստեղ կան մարդիկ, ոչ թե որ գիտեմ իրանց վիճակը, այլ գիտեմ, որ այդպիսի բաներ կան, որ խախտված հարաբերություններ կան, օտարացում կա, կարող է մեկը որոշել ասել է, ինչքան հեռու մնամ այդ մարդուց ավելի լավ ինձ, էլի հեռու մնա, բայց քո սիրտը պաշտպանիր, եթե դիմացինը վատ է քեզ հետ վարվում, քո սրտի մեջ այդ հարցերը լուծի, ներիր, բաց թող, աղոթող եղիր, օրհնող եղիր, մինչև այդ մարդը փոխվի, ամեն, ու վերջի համար այսպես ասում է, սակայն, ապա ուրեմն մնում է հավատքը, հույսը, սերը, այս երեքը և նրանցից մեծը սերն է, սերը, հավատքը հույսը երկնքում չի լինի, բայց սերը և երկրի վրա է, և երկնքում է, մնալու, որովհետև Աստծո արքայությունը սիրո թագավորություն է, ու մենք այստեղ երկրի վրա սովորում ենք սիրել, Աստծո սերը հավիտենական է, ժամանակավոր չի, հավիտենական է, ու ես ձեզ ուղղակի այսօր առաջարկում եմ, որ ամեն մեկը դուք ուղղակի այս շաբաթ, մյուս շաբաթ ժամանակ վերցնենք, որտև սա Աստծո սերը հիմնային բան է մեր կյանքերի համար, հիմնային, Աստծո սերը բժշկում է մեր սրտերը, Աստծո սերը բժշկում է մեր հարաբերությունները, Աստծո սերը բժշկում է մեր մարմինները, որտև Աստծո սիրո մեջ ազատություն կա, Աստծո սիրո մեջ սատանան չի կարող ներկա լինել, եկեք զգաստ լինենք մեր մտքերի համար,
Ու երբ սատանան մոտենում է իր ճտերին ուղարկում է, եկեք մենք հակառակ կանգնենք ու ասենք. Սատանա, ես քեզ տեղ չեմ տա իմ կյանքում։ Ես քեզ հնարավորություն չեմ տա իմ ու իմ քրոջ, իմ ու եղբոր, իմ չգիտեմ ամուսնու կնոջ, մինչև որ դու ճեղքում բերես։ Ես գիտեմ քո գործերը, ամենասկզբից դու բան սարքու ես, բաժանություն բերող ես, մարդկանց վնասող ես, ու դու պարտվել ես, ու Հիսուսի մեջը, Հիսուսի հետ ես հաղթող եմ։ Ամեն, մի տեղ էլ կուզենայի կարդալ Հովհաննեսի 14-րդ գլխից 31 համարից։ 14-ի 31 համարից։ Հիսուս ասում է. այլ որպեսզի աշխարհը իմանա, թե ես սիրում եմ Հորը, եւ ինչպես Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում։ Տեսեք, ինքը չի ասում, որ դե իմ սերը Աստծո իմ Հոր հանդեպ ծածուկ է։ Աշխարհը չգիտի, բարձվում է, որ մեր սերը Հոր հանդեպ, մեր սերը Տեր Հիսուսի հանդեպ երևում է աշխարհին։ Աշխարհը տեսնում է, որ դու սիրում ես։ Դու սիրում ես Աստծուն, դրա համար դու ալկոգոլին ասում ես ոչ։ Դրա համար դու չար մտքերին ասում ես ոչ։ Դու սիրում ես Աստծուն, որ դու չես խառնվում աշխարհի չար գործերի մեջ։ Դու սիրում ես Աստծուն, դրա համար քո ուսումնական հաստատությունում չես խառնվում մեղավոր բաների մեջ, աշխատանքի վայրում չես խառնվում, հարևանության մեջ չես խառնվում բամբասանքի մեջ։ Աշխարհը տեսնում է ու ասում է, այս մարդը ոչ մեկի մասի վատ բան չի խոսում։ Այս մարդը ուրիշ է։ Տեսնում է ու գիտեք ինչի հաշվին է տեսնում, որ դու սիրում ես Հորը։ Հիսուսի սերը Հոր հանդեպ աշխարհը տեսավ։ Նա սիրեց Հորը, սիրում էր Հորը, նա իր կյանքը դրեց աշխարհի համար, ու նա ասում է, ես չեկա կործանելու, ես եկա ապրեցնելու։ Այնքան ցավալի է, որ քրիստոնյաները մեկը մյուսի համար, մեկը մյուսին կործանում են, վատ բաներ են խոսում։ Ասեմ ձեզ, մարդիկ իրենց վիրավորանքներից կարող են վատ բաներ ասել, այս բանը սենց, այն բանը նենց։ Մենք գիտենք, չէ, որ որոշ կիսուրներ ասում են, ուրիշի հարսը ավելի լավն է, ուրիշի բոստանը ավելի լավն է, ուրիշի եկեղեցու հովիվը ավելի լավն է։ Բայց այնքան ցավալի է, որ այն լավը, որ մենք ունենք, մենք չենք գնահատում։ Այդպես ասված կասում է, ինչ որ ունենք չենք գնահատում, բայց երբ կորցնում ենք, լաց ենք լինում։ Սիրելիներս, եկեք գնահատենք այն ինչ որ ունենք։ Մեր եկեղեցին այն մարդկանցից է բաղկացած, ովքեր սիրում են Աստծուն, ովքեր նվիրված են։ Սովորի դրանից, սովորի, ամեն սովորի, մի տապակվիր ինքնախղճահարության մեջ, մի տապակվիր բողոքի մեջ, դժգոհության մեջ, սովորի գոհանալ ամեն բանի համար, սովորի գոհանալ այն մարդու համար, ովքեր քեզ համար պրոբլեմ է ստեղծում։ Ամեն, դե եկեք կանգնենք ու աղոթենք։ Սա ճշմարտությունն է, որը ազատում է։ Ամեն։ Գողոսացիս 3-րդ գլխում գրված է, որ ինչպես Աստծո սիրելիներ, սուրբեր, ընտրվածներ, հագեք Աստծո սերը, որը կատարելության կապն է, հագեք, եկեք հագնենք մեր մտքի վրա, որ ինչ որ մտածում ենք, սիրուց ելնելով մտածենք, որ երբ մարդու վատ վարքը տեսնում է, սրտացավություն լինի, ոչ թե դատապարտություն։ Ամեն, դատապարտությունը ոչ մեկին չի օգնել։ Այս աշխարհը ինքը դատապարտությունից տանջվում է, տարապում է։ Այսօր Աստծո որդիները իրար սիրելով
պետք է ցույց տան, որ Աստված կենթանի է։ Ամեն մենք չենք հասել այն սիրո կատարելությանը, բայց կատարելության հոգի մեր մեջ է։ Ու մեզանից է կախված ինչքանով մենք սիրո մեջ կգնանք։ Սերը մեզ շատ զգայուն է դարձնում մեկը մյուսի հանդեպ։ Սերը մեզ օգնում է մեկը մյուսին հարգենք, ընդունենք ամեն մեկին իր թերություններով, որտեվ երկայնամիտ է սերը, ոչ թե որ լավ է թերությունը, չէ, համբերենք ու հավատանք, որ կփոխվի մեր աղոթքների շնորհիվ, մեր ճիշտ վերաբերմունքի շնորհիվ, ամեն։ Ու գիտեք ինչ, ես ինչ եմ տեսել, որ այս ժամանակը, որ մենք ապրում ենք, շատ թանկ ժամանակ է, թանկ։ Եկեք մենք այս թանկ ժամանակը օգտագործենք, որտեվ Հիսուսը շուտով գալիս է։ Հափշտակությունը շուտով կլինի։ Տեսեք, թանկ ժամանակը օգտագործենք, որ սովորենք իրար սիրել։ Պատկերացրու, որ այսօր այն պահն Աստված ասում է գնում ես, ինչ ես դու թողնելու երկրի վրա։ Ամեն, եկեք մենք սովորենք սիրել։ Ամեն, ինչու մի նպատակի համար, որ Հիսուսը հայտնի լինի այս աշխարհին, մեր իրար սիրելու մեջ։ Ամեն, դա մի միջոց է։ Եթե դու Հիսուսի մասին պատմում ես, բայց եկեղեցու անդամի մասին վատ բաներ ես խոսում, կամ ինչ-որ մի քրիստոնյայի մասին, դա ճիշտ վկայություն չէ։ Ամեն սիրելիներս։ Ու մի երկու բան էլ կարդամ Մարիա Թերեզայի տեզիսներից։ Ասում է, մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան եւ եսասեր։ Միևնույն է, ներեք նրանց։ Եթե դուք բարություն եք գործել եւ մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրության մտադրության մեջ, միևնույն է, բարություն գործեք։ Եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ եւ իսկական թշնամիներ։ Միևնույն է, ձգտեք հաջողությանը։ Եթե դուք ազնիվ եք եւ անկեղծ, մարդիկ կխաբեն քեզ։ Միևնույն է, մնացեք ազնիվ եւ անկեղծ։ Մի խստացրեք սրտերը։ Այն ինչ որ տարիներ շարունակ դուք կառուցել եք, կարող է ավիրվել մեկը կընթարթում, միևնույն է, շարունակեք կառուցել։ Եթե դուք գտել եք անխրով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույն է, մնացեք երջանիկ։ Այսօրվա ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույն է, բարին գործեք։ Կարևոր չէ, թե ով եւ ինչ է խոսում ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրան ժպիտով եւ շարունակեք կատարել ձեր գործը։ Աղոթեք միասին եւ մնացեք միաբան։ Եթե ձեր ունեցած լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է, դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույն է, շարունակեք կիսել նրանց հետ լավագույնը։ Ի վերջո դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո եւ ձեր միջև, եւ երբեք չի եղել ձեր եւ մարդկանց միջև։ Ինչ խորը խոսքեր են։ Ամեն, եկեք աղոթենք։ Հայր, մենք Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք քո խոսքի մասին, քո խոսքի համար, որը ճշմարտություն է, Տեր, որը մեզ ազատագրում է, Տեր, ամեն սատանայի ստի կապանքներից, ամեն դիվային հարձակումներից, ամեն սատանայի բերած թշնամությունից, Տեր, մենք այսօր քո սուրբ երեսի առաջ կանգնած, սուրբ երկյուղով, մենք ասում ենք ներիր մեզ, Տեր, մենք քեզանից ներողություն ենք խնդրում, որ մենք չար մտքեր ենք թույլ տվել, ու ինչ որ բան փոխվել է մեր հարաբերությունների մեջ, ինչ որ բան խստացել է մեր սրտերի մեջ, Տեր, այսօր այդ աղբը մենք ուզում ենք թափել, մենք ուզում ենք դուրս հանել մեր մտքերից ու մեր սրտերից, Տեր, ու մենք խնդրում ենք քեզանից ներողություն, ներիր մեզ, Տեր, երբ մենք լսել ենք ուրիշների դատապարտությունը, ուրիշների բամբասանքը ու չենք կանգնեցրել, ներիր մեզ դրա համար, Տեր, ներիր, ու մենք խնդրում ենք քեզանից, թանկագին Հայր, մաքրիր մեզ քո սուրբ արյունով, մաքրիր մեզ,
Թանկագին Սուրբ Հոգի, մենք խնդրում ենք, որ դու նորոգես մեր վերաբերմունքը քո հանդեպ, մեր հարաբերությունները քեզ հետ, մեր հարաբերությունները մեր եղբայրների, քույրերի, բարեկամների հետ։ Թանկագին Սուրբ Հոգի, օգնիր մեզ սիրել, օգնիր ու սովորեցրու մեզ սիրել, ներիր ամեն մի գոռոզությունը, հպարտությունը, լրբությունը, նախանձը, ներիր ամեն մի մեծամտությունը, ներիր մեզ, Տեր։ Տեր, դու մեզ չես կանչել, որ մենք մեր մասին խոսենք, որ մենք մեզ բարձրացնենք։ Դու մեզ կանչել ես, որ մենք քո մասին խոսենք ու քեզ բարձրացնենք, Տեր, ու մենք քաջ գիտակցում ենք, որ կլինենք չընդունված աշխարհի կողմից։ Տեր, բայց մենք շնորհակալ ենք, որ քո սերը ամեն բան հաղթում է։ Քո սերը հաղթեց խաչի վրա, որ հռոմեական հարուրապետը ապաշխարեց քո մահից հետո։ Տեր, որ շատ շատերը դարձան դեպի քեզ, քո սերն է քաշում մարդկանց դեպի փրկություն, քո սերը սովորեցրում է սիրել քեզ պես։ Մենք դրա կարիքը շատ ունենք, Հայր, Հիսուսի անունով ենք խնդրում։ Օրհնում ենք քեզ, օրհնիր եկեղեցին, թող այս եկեղեցին շարունակի զարգանալ, աճել, բարգավաճել սիրո մեջ։ Թող այս եկեղեցին լինի սիրո օազիս այս աշխարհի մեջ։ Տեր, օգնիր մեզ։ Շնորհակալ ենք, որ դու մեզ հաղթող ես անում ամեն ժամանակ։ Բոլոր փառքը, օրհնությունը, մեծարանքը մենք տալիս ենք քեզ։ Հիսուս Քրիստոսի անունով եւ բոլոր Աստծո ժողովուրդը ասեց ամեն։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք
Հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաև ամեն բարի գործի համար նաև պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակությունը այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ուստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետևյալ հաշվեհամարին։ Աստված օրհնի քեզ։